Հայաստանում քաղաքականությունն ու բիզնես շահը բավարար չափով տարանջատված չեն եւ այդ գործում երկիրը առաջընթացի կարիք ունի, Ազատության հետ զրույցում ասաց կառավարության նորաստեղծ հակակոռուպցիոն խորհրդի ֆինանսավորողներից ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության հայաստանյան գրասենյակի ղեկավար Քարեն Հիլիարդը։ It's clear that in countries like Armenia, Ակնհայտ է, որ Հայաստանի նման երկրներում քաղաքականությունն ու բիզնես շահերը բավարար չափով տարանջատված չեն։ Կոռուպցիայի մեկ այլ մակարդակ է վարչական կոռուպցիան, երբ քաղաքացին գործ է ունենում պետական կառույցների հետ, օրինակ կրթության, առողջապահության հարցերով կամ ոստիկանության հետ եւ կաշառքի ռիսկ կա։ Հայտնի է, շատ երկրներում կոռուպցիայի առաջին տեսակի դեմ պայքարը շատ դժվար է։ Այնուամենայնիվ բազմաթիվ երկրներ կոռուպցիայի դեմ պայքարի գերազանց մեկնարկ են ունեցել, կենտրոնանալով վարչական կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ։ and there's a risk of any bribe. Գրեթե 4 տարի է անցել նախագահ Սերժ Սարգսյանի հավաստիացումից, որ բիզնեսը պետք է տարանջատվի իշխանությունից, այն էլ հետևողականորեն։ Գործարարությունը պետք է հետևողականորեն տարանջատվի պետական համակարգից եւ իշխանությունից։ Սակայն անցած տարիներին լրատվամիջոցները հեղեղված էին բարձրաստիճան պաշտոնյաների ընտանիքների անդամներին, ազգականներին պատկանող բիզնեսների մասին հրապարակումներով։ Անցած տարվա ապրիլին անգամ օմբուդսմենը հատուկ զեկույց հրապարակեց, ըստ որի Հայաստանում հարկային ու մաքսային պաշտոնյաները շարունակում են ապօրինաբար զբաղվել բիզնեսով, արդյունքում անօրինական առավելություններ ունենալով միևնույն շուկայում գործող այլ գործարարների նկատմամբ։ Լրատվամիջոցների ուշադրությունից չվրիպեց, որ հակակոռուպցիոն նոր խորհրդի առաջին նիստից անմիջապես հետո վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց շվեյցարահայ գործարար Ֆրանկ Մյուլլեր ընկերության նախագահ Վարդան Սրմաքեշի հետ, ով ըստ հետք պարբերականի վարչապետի որդու Արգամ Աբրահամյանի բիզնես գործընկերն է։ Որքանով կարող է կառավարության պայքարը կոռուպցիայի դեմ արդյունավետ լինել, եթե պարզվում է, որ բարձրաստիճան բազմաթիվ իշխանավորների ընտանիքների անդամներ հսկայական բիզնեսներ ունեն։ Դուք այս հարցը քննարկել եք կառավարության անդամների հետ, դիմեցինք Քարեն Հիլիարդին։ I haven't discussed that precise topic personally. Կոնկրետ այդ հարցը ես չեմ քննարկել որևէ մեկի հետ, կասեմ, որ Հայաստանը առաջընթացի կարիք ունի օրենսդրական եւ կարգավորող այնպիսի միջավայրի ստեղծման գործում, որը կտարանջատի քաղաքականությունն ու բիզնեսը եւ կոնկրետ քայլեր պետք է արվեն։ Քայլերից առաջինը կարող է լինել պաշտոնյաների ունեցվածքի հայտարարագրման գործընթացի հստակեցումը եւ պատիժների սահմանումը նրանց նկատմամբ, ովքեր չեն բացահայտի իրենց ունեցվածքը։ Their assets. Ամերիկացի պաշտոնյային հիշեցրեցինք Հայաստանի նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանը, ով 4 տարվա ընթացքում հանրությանն անհայտ անձանցից ստացել է $2,750,000 նվիրատվություն, երբևէ չի ներկայացրել իր տիկնոջ ունեցվածքի մասին հայտարարագիր։ Քարեն Հիլիարդը ընդունեց այս ոլորտում կան թերություններ եւ ռիսկային համարեց Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարը։ If the government doesn't create Եթե կառավարությունը չստեղծի հակակոռուպցիոն հանձնաժողով, այդ դեպքում ո՞րն է այլընտրանքը։ Եթե այլընտրանքը ոչինչ չանելն է, դա ոչ միտեղ չի տանի Հայաստանին։ Ուստի այն, ինչ ես պատրաստվում եմ անել, հետևյալն է՝ ռիսկի դիմել, ներդրում անելով հակակոռուպցիոն այս հանձնաժողովում եւ պատասխանատվություն ստանձնելով, որ արդյունք կլինի ԱՄՆ հարկատուների միջոցների դիմաց։ Եթե արդյունքներ լինեն, կշարունակեմ ներդրում անել։ that it gets results, I'll continue to invest.